Քրիստոնեությունը թուլացրել է Հայաստանը։ Ժամանակակից հայ հասարակության մեջ տարածված է մի այսպիսի կարծիք, թե քրիստոնեության ընդունումը եւ հայ ժողովրդի քրիստոնյա դառնալն է հանդիսանում մեր բոլոր անհաջողությունների եւ ձախողումների գլխավոր պատճառը։ Որոշ մարդիկ պնդում են, թե քրիստոնեության ընդունումը սխալ որոշում էր եւ մենք պետք է հեթանոս մնայինք, պատճառաբանելով, որ հեթանոսության ժամանակ Հայաստանը հզոր երկիր էր եւ իր հզորության գագաթնակետին էր հասել հենց հեթանոսություն դավանելու ժամանակ, Տիգրան Մեծի գահակալման տարիներին։ Իսկ քրիստոնեությունը վերացրեց ծովից ծով Հայաստանը եւ հետագայում թուլացրեց հայ ժողովրդին։ Սակայն արդյոք դա այդպես է։ Հայոց պատմությունը ուսումնասիրած ցանկացած մարդ էլ գիտի, որ Տիգրան Մեծի հիմնած ծովից ծով Հայաստանը ինչպես հիմնվել է նրա գահակալության ժամանակ, այնպես էլ անկում է ապրել նրա գահակալության ժամանակ։ Մեր թվարկությունից առաջ 66 թվականին Տիգրան Մեծի եւ հռոմեացի զորավար Գնեոս Պոմպեոսի միջև կնքված Արտաշատի պայմանագրով։ Երբ Տիգրան Մեծին դավաճանել էր իր սեփական որդին, եւ այդ պայմանագրով Տիգրանը Հռոմին զիջեց իր կայսրության տարածքի մեծ մասը, Հայաստանին թողնելով միայն պատմական մեծ հայքի տարածքները։ Հենց այսպես է անկում ապրել բոլորիս կողմից բաղձալի ծովից ծով Հայաստանը։ Եվ ընդհանրապես հայոց պատմության ամենահզոր Արտաշեսյանների արքայատոհմը անկում է ապրել մեր թվարկության 1 թվականին, վերջին թագավոր Տիգրան Դեի մահով։ Իսկ դրանից հետո Հայաստանը կորցրեց իր անկախությունը եւ մի քանի տասնամյակ շարունակ Հայաստանում թագավորում էին դրածո թագավորները, որոնք կարգվում էին կամ Պարթևստանի, կամ Հռոմեական կայսրության կողմից։ Այսինքն հայոց պատմության հզորագույն արքայատոհմի թագավորությունը թե ձևավորվել եւ թե անկում է ապրել հեթանոսություն դավանելու ժամանակ։ Միթե սրա մեջ էլ է քրիստոնեությունը մեղավոր, որը այդ ժամանակ նույնիսկ դեռ չէր էլ ձևավորվել։ Իհարկե սա անմտություն է։ Իսկ հիմա եկեք հիշենք, թե երբ է հայ ժողովուրդը ընդունել քրիստոնեությունը։ Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունեց 4-րդ դարում, 301 թվականին։ Մի քանի տասնամյակ անց քրիստոնեություն ընդունեցին նաև մեր հարևան երկրները՝ Վրաստանը, Աղվանքը եւ Հռոմեական կայսրությունը։ Իսկ մոտ 300 տարի անց էլ իսլամացվեց հարևան Պարսկաստանը։ Այսինքն ողջ տարածաշրջանում տարածվեց մոնոթեիզմ, այսինքն մեկ աստվածություն, եւ մեր բոլոր հարևանները դավանում էին մեկ Աստծու։ Հետաքրքիր է, այդպիսի պայմաններում եւ մեկ աստվածություն դավանող հարևաններով շրջապատված, ինչպես պետք է հերիք չի գոյատևեր, այլ մի բան էլ գերհզոր պետություն լիներ հեթանոսություն դավանող Հայաստանը։ Հիմա եկեք հասկանանք, թե արդյոք քրիստոնեությունը իրապես թուլացնող կրոն է։ Սրա համար պետք չէ խորանալ պատմության էջերում, այլ պարզապես նայենք մի քանի ժամանակակից երկրների, որոնք իրենց պատմության ողջ ընթացքում եղել են քրիստոնյա։ Ռուսաստանի Դաշնությունը թույլ երկիր է։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այս երկու երկրներն էլ իրենց պատմության ողջ ընթացքում եղել են քրիստոնյա պետություններ, եւ ներկայումս նույնպես քրիստոնեությունը երկու երկրներում էլ համարվում է հետևորդների թվով ամենամեծ դավանանքը։ Եվ այս երկու պետությունները համարվում են աշխարհի երկու ամենահզոր պետությունները։ Չմոռանանք նաեւ, որ հենց քրիստոնեությունն էր, որ եվրոպական բարբարոս ժողովուրդներին, կելտերին, բրիտներին, գալերին եւ այլն դարձրեց ժամանակակից քաղաքակիրթ եվրոպացիներ, անգլիացիներ, ֆրանսիացիներ, իռլանդացիներ եւ այլն։ Այսքան փաստերը հաշվի առնելով, միթե քրիստոնեությունը թուլացնող եւ կործանող կրոն է։ Բնականաբար ոչ։ Մեր պատմության ընթացքում մենք ունեցել ենք ինչպես լավ արքաներ, այնպես էլ վատ արքաներ, ինչպես լավ կաթողիկոսներ, այնպես էլ վատ կաթողիկոսներ։ Սակայն դարերի ընթացքում տարբեր մարդկանց կողմից հայ ազգին հասցրած վնասների, անախորժությունների եւ դավաճանությունների համար չպետք է մեղքը բարթենք մեր դավանանքի կամ եկեղեցու վրա։ Այդ ամենի մեջ մեղավոր են հենց այդ մարդիկ, ովքեր վարել են սխալ քաղաքականություն, որոնք իրենց շահադիտական նպատակներով դավաճանել են մեր երկիրը եւ մեր ժողովրդին։ Այնպես որ սխալ է մեր որոշ նախնիների կողմից կատարված հանցագործությունների եւ թողած բացերի համար մեղադրել մեր դավանանքը, որը ամենևին էլ թուլացնող դավանանք չէ։ Հայ եկեղեցին իր ողջ պատմության ընթացքում երբեք չի պատվիրել թուլանալ կամ չպատերազմել, այլ ընդհակառակը, ծանոթանալով պատմությանը տեսնում ենք, որ հայ եկեղեցին եւ հոգեվորականները միշտ կանգնած են եղել զինվորների կողքին, երբ պետք է եղել պաշտպանել հայրենիքը թշնամիներից։
ու այդ ամենը մինչ օրս էլ շարունակվում է։ Չմոռանանք նաև, որ քրիստոնեությունը եւ հայ եկեղեցին հարյուրավոր տարիների պետականություն չունենալու պարագայում կարևոր եւ համախմբող դեր են խաղացել հայ ժողովրդի պահպանման եւ գոյատևման գործում։ Ճիշտ է, որ քրիստոնեությունը թուլացրել է Հայաստանը, բնականաբար ոչ։